Միացյալ Նահանգները եւ Իրանը նախնական համաձայնություն են ձեռք բերել, որը նախատեսում է պատերազմի ավարտ, ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակման դադարեցում եւ Հորմուզի նեղուցի վերաբացում։ Կողմերը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն Շվեյցարիայում հունիսի 19-ին։ Ըստ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի, պատերազմը եւ ռազմական գործողություններն անմիջապես եւ վերջնականապես դադարեցվում են բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում։ Հուշագրի մանրամասները չեն հրապարակվել, սակայն ըստ իրանական մեհր գործակալության այն ներառում է նաև Իրանի դեմ ամերիկյան որոշ պատժամիջոցների չեղարկում, ամերիկյան ուժերի դուրսբերում Իրանի մերձակա տարածքներից, Իրանի ենթակառուցվածքների վերականգնման համար ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից $300 միլիարդ նախագծի մշակում։ Բացի այդ, Թեհրանը պարտավորվում է չստեղծել միջուկային զենք։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ հրադադարի 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացվեն վերջնական համաձայնագրի շուրջ։ Նրա խոսքով Կատարի պատվիրակությունը Թեհրանում 14-ից 15 ժամ բանակցություններ է անցկացրել հուշագրի տեքստը վերջնականացնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ նշել է, որ համաձայնագիրը խաղաղություն եւ անվտանգություն կբերի ամբողջ տարածաշրջանին։ Նա թույլատրել է բացել Հորմուզի նեղուցն առանց տուրքերի։ Աշխարհի նավեր, միացրեք շարժիչները, թող նավթը հոսի, գրել է Թրամփը Truth Social-ում։ Համաձայնության մասին լուրերի ֆոնին նավթի գինը 4%-ով նվազել է։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ այս համաձայնությունը կարևոր պահ է ԱՄՆ-ի համար եւ դրանով կվերանա Իրանի միջուկային սպառնալիքը։ Նրա խոսքով այն հիմնովին կփոխակերպի Մերձավոր Արևելքն առաջիկա 50 տարվա ընթացքում։ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Իտալիան ողջունել են համաձայնությունը, պատրաստակամություն հայտնելով չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները։ Հուշագրի համաձայնեցումը ողջունել են նաեւ Ճապոնիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի ղեկավարները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Եվրահանձնաժողովի նախագահը, ԵՄ դիվանագիտության ղեկավարը, Եվրոպական խորհրդի նախագահը։ Ռուսաստանը գիշերն ավելի քան 600 անօդաչու թռչող եւ 70 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Կիևում 4 մարդ է զոհվել, 25-ը վիրավորվել։ Ավերածություններ են արձանագրվել ամբողջ մայրաքաղաքում։ Խոշոր հրդեհ է բռնկվել Ուկրաինայի ամենահայտնի հոգևոր եւ մշակութային հուշարձաններից մեկի՝ Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքում։ Հին սրբապատկերները եւ սրբազան մասունքները շտապ տեղափոխվել են։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մայրավանքին հարվածն անվանել է քրիստոնեական մշակույթի դեմ Ռուսաստանի ամենածանր հանցագործություններից մեկը։ Նա տեղեկացրել է, որ թիրախավորվել են նաև Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի, Զապորոժիեի, Սումիի եւ Նիկոլաևի մարզերը։ Խարկովում 5 փրկարար է զոհվել հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ռուսական նոր հարվածների հետևանքով, եւս 5-ը վիրավորվել է։ Վիրավորներ կան նաև Սումիում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին եւ ռազմական օդանավակայաններին։ Գերատեսչությունը նաև հայտնել է գիշերն ուկրաինական 123 ԱԹՍ ոչնչացնելու մասին։ Տուլայում 3 մարդ է զոհվել, 3-ը վիրավորվել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների հետ։ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Դոնալդ Թրամփը շեշտել է, որ հարկավոր է դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին Իրանի հետ հակամարտության հանգուցալուծման գործում ներգրավվածության համար։ Վոլոդիմիր Զելենսկու հետ զրույցում եւս Սպիտակ տան ղեկավարը քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության ավարտին հասնելու ջանքերը։ Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին հակամարտության ընթացքում աջակցության համար։ Ֆրանսիայում մեկնարկում է 7 խմբի երկրների գագաթնաժողովը, որի ընթացքում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի եւ Եվրամիության ղեկավարները կքննարկեն Իրանի հետ կապված հետագա քայլերը, ռուս-ուկրաինական հակամարտությունը, համաշխարհային տնտեսությունը։ Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը մերձավոր արևելյան երկրների ղեկավարների, ինչպես նաեւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ G7-ի գագաթնաժողովին ընդառաջ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի առջև շուրջ 20,000 ցուցարար է հավաքվել բողոքելով գլոբալ անհավասարության եւ կապիտալիզմի դեմ։ Ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Ակցիայի մասնակիցները մեքենա են հրկիզել, կոտրել մոտակա շենքերի ապակիները։ Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։